Ողջույն ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, սրտանց ասենք փառք մեր Տեր Աստծուն։ Թող Տիրոջ Սուրբ Հոգին այսօր հպվի մեզ բոլորիս, որպեսզի մեր սրտերը մտնեն Տիրոջ ներկայության մեջ։ Աստված օրհնի եղբայրներ, քույրեր։ Եթե մենք նայում ենք մեր կյանքում կամ ընդհանրապես մարդկության կյանքում հրեաների օրինակներով կամ շատ ուրիշների օրինակներով ցանկացած պլան, ցանկացած ծրագիր, եթե դու ունես անհատ մարդու կյանքում կամ եկեղեցու կյանքում կամ ազգի մեջ, եթե այդ ծրագրի մեջ հաշվի չի առնվում մեղքի խնդիրը, ապա այդ ծրագիրը դատապարտված է ձախողման։ Հրեաները մեղքի խնդիրը հաշվի չառնելով 70 տարի գերության մեջ գտնվեցին։ Երուսաղեմը ավիրվեց, տաճարը քանդվեց, եւ այդ բոլորը նրա համար, որոնք մեղքի խնդիրը հաշվի չէին առնում։ Սիրելի եղբայրներ, քույրեր, բավական չի մեղադրել շրջապատող միջավայրին, քանի որ յուրաքանչյուր խնդրի հիմքում մարդու սրտի խնդիրն է։ Նորից եմ ուզում կրկնեմ։ Մենք իհարկե մեր բաների համար, մեր ձախողությունների, մեր կյանքի դժվարությունների, դժբախտությունների համար պատրաստ ենք մեղադրել ուրիշներին, բայց իրականությունը այդպես չի։ Մեր սրտի խնդիրն է, որ մեզ համար խնդրեմ է ստեղծում։ Եվ դրա համար է, որ Աստված ուզում է փոխի մարդու սիրտը, որպեսզի մարդիկ սիրեն Աստծուն եւ կատարեն նրա կամքը։ Ահա թե ինչու է Աստված փոխում հին ուխտը նոր ուխտի։ Հին ուխտը ղեկավարում էր մարդկանց գործողությունները, վարքը, բայց չի փոխում մարդու բնույթը, մարդու սիրտը։ Հին ուխտի ուշադրությունը կենտրոնացվում էր մարդու արարքների, գործողությունների վրա, պատվիրանների վրա, բայց նոր ուխտը այդպեսին չի։ Նոր ուխտը ուշադրություն է դարձնում մարդու սրտի, մարդու բնույթի, մարդու էության վրա։ Նոր ուխտը ուղղված է դեպի մարդու սիրտը, դրա համար Տեր Հիսուս ինչ ասեց. «Բնակի ներսը պիտի մաքրեք», Մատթեոս 23-ում։ Բնակի ներսը պիտի մաքրեք, որ դուրսն էլ մաքուր լինի։ Մենք ուզում ենք դուրսը մաքուր լինի, բայց չենք մտածում ներսի մասին։ Ուրեմն նոր ուխտը ուղղված է դեպի մարդու ներսը։ Այնպես որ նոր ուխտը գրվում է մարդու սրտի տախտակների վրա ու ոչ թե քարե տախտակների վրա։ Հին ուխտը Մովսեսը Աստծո պատվիրանները գրեց քարե տախտակների վրա, բայց նոր ուխտը քարե տախտակների վրա չի գրվում, մատուցում մեզ։ Նոր ուխտը Աստված գրում է մեր սրտի տախտակների վրա։ Հիսուսը երկնքից երկիր է իջել Սուրբ Հոգին, որպեսզի մեզ բերի նոր կյանքի էությունը, որպեսզի նոր կյանք բերի մեզ։ Սիրելիներս, ամեն անհատ մարդ ստանում է նոր սիրտ ու նոր հոգի, նոր ուխտում, եւ հետեւապես ունենում է նոր ցանկություններ։ Քանի դեռ քո սիրտը չի փոխվել, քո ցանկություններն էլ չի փոխվի։ Դու կարող այսօր քեզ զսպես, ինչ-որ մի քանի բան այսպես անես կամ պահես քեզ, բայց քո ցանկությունները վերջ-վերջով արտահայտվելու է։ Այո, հին ուխտը փորձում է ղեկավարել մարդու վարքը, մարդու գործողությունները, իսկ նոր ուխտը
մարդու բնույթը, խարակտերը, այսինքն մարդու։ Որպեսզի մարդիկ կարողանան սիրել Աստծուն եւ կատարել նրա կամքը։ Այո, հին ուխտը, նորից եմ կրկնում, փորձում էր ղեկավարել մարդու գործողությունները, մի շնանա, մի գոհանա, սուտ վկայություն մի արա, այսինքն մի արա։ Բայց նոր ուխտը այդպես չի։ Նոր ուխտը չի ասում մի արա կամ արա։ Նոր ուխտի էությունը կայանում է նրանում, որ քո սիրտը փոխվի, քո բնույթը փոխվի, քո էությունը փոխվի, եւ եթե քո սիրտը փոխված է, սրտից դուրս եկած խոսքերն էլ են փոխվում։ Սիրելիներս, Աստված ուզում է փոխել մեր սիրտը, որպեսզի մենք ճանաչենք Աստծուն ու սիրենք նրան։ Իսկ մենք գիտենք, որ Հռոմեացիս գրքի մեջ 3:20-ում Պողոս առաքյալը ասում է, օրենք ինչի համար էր, օրենքը նրա համար էր, որ մենք մեղքը ճանաչենք, ոչ թե մեղքից ազատագրվենք, այլ մեղքը ճանաչենք։ Դրա համար, սիրելիներս, հենց այս ուխտի համաձայնն է, որ պիտի ապրեն հրեաները վերջի ժամանակաշրջանում։ Նրանք պիտի ընդունեն նոր ուխտը եւ ապրեն վերջի ժամանակաշրջանում։ Թող Տիրոջ օրհնությունը լինի եղբայրներ քուրեր, որպեսզի մենք այո հասկանանք ու գիտակցենք։ Շատ հաճախ մենք ասենք, երբ որ լինում է, ասենք, ինչ-որ մարդկանց հետ զրուցում ես, շատերն ասում են, մի արա, արել ես, սրանից հետո չանես։ Բայց գնում արի նորից նույն բանն անում է, եւ նրանից ոչ մի օգուտ չի ստանում։ Բայց այն խորքը, որը դու պետք է քո սրտի մեջ ընդունես Քրիստոսին որպես քո փրկիչ, որպես քո կյանք, այդ բանը շատերի մոտ բացակայում է։ Սիրելի եղբայրներ քույրեր, ես կարող եմ շատ քարոզել, ես կարող եմ, ասենք, գեղեցիկ օրինակներ բերել, Սուրբ գրքից շատ օրինակներով փորձել համոզել, բայց եթե դուք իմ կյանքում չտեսնեք այդ բանը, ինչ կլինի այդ դեպքում։ Եթե տեսնեք, որ ես մարմնավոր խորհուրդով եմ ապրում, մարմնավոր կյանքով եմ ապրում, այդ ժամանակ իմ ասած խոսքերը ոչ մեկ արժեք չի ունենա, և դուք կգայթակղվեք դրանից։ Դրա համար յուրաքանչյուր խոսող խոսք, ասող խոսքը խոսող կամ քարոզիչ պետք է իմանա, որ այդ խոսքերը առաջին իրան է վերաբերվում։ Ինքը պետք է իմանա, որ դա իր համար է առաջինը։ Հիմա տեսեք, եղբայրներ քույրեր, Տեր Հիսուսը Մատթեոս ավետարանի 6:33-ում, այսինքն այդ 6:33 համարում ասում է հետևյալը, որ ամեն բանից առաջ երկնքի թագավորությունն ու նրա արդարությունը փնտրեք, ու մնացածը կտրվի ձեզ։ Եղբայրներ քույրեր, մենք կարդում ենք, ասենք, հին ուխտում, Անգիա մարգարության մեջ, մենք տեսնում ենք, որ երբ որ Իսրայել ժողովուրդը 70 տարի գերության մեջ էր, Աստված Կիրոս թագավորի սիրտը արթնացրեց եւ հրաման տվեց, որ նրանք վերադառնան Երուսաղեմ եւ շինարարությունը սկսեն, տաճարը շինեն, Երուսաղեմը շինեն։ Հիմա տեսեք, այստեղ ասվում է հետևյալը. Դարեթ թագավորի երկրորդ տարի 6-րդ ամիս ամսուն առաջին օրը Տիրոջ խոսք Անգե մարգարեին ձեռքով Հուդայի իշխան Սաղաթելյան Զորաբաբելի մեծ քահանա Հովսեդեկյան Հեսու եղավ սելով. Զորաստերը կխոսի այսպես կսե. Այս ժողովուրդը կսե, թե ժամանակը չէ հասած։ Տիրոջ տունը շինելու ժամանակը եւ Անգե մարգարեին ձեռքով Տիրոջ խոսք եղավ սելով։ Մարդիկ եկել տեղափոխվել էին Երուսաղեմ, ամենքը իրանց համար տները շինե, բայց չէին մտածում տաճարի համար։ Եթե տաճարը չկա, երկրպագություն էլ չկա։
զոհաբերություն էլ չկա, այդպես հին ուխտում այդպեսին էր։ Եվ Տիրոջ խոսքը անգյայի միջոցով եղավ այդ ժողովրդին եւ ասեց. Արդյոք ժամանակն է 4-րդ խոսքն եմ կարդում, որ դուք ձեղոնազար տուներու մեջ բնակվիք ու այս տունը ավերակ մնա։ Այո, ձեր տները շինելու համար ժամանակ ունեք, այն էլ ձեղոնազար տները շինելու, բայց Տիրոջը տունը շինելու ժամանակ չունեք։ Սակայն հիմա զորացները ասպես կսե, ձեր ճամփաներու վրա մտածեցեք։ Ձեր ճամփաների, այսինքն ձեր սրտի ուղղվածության վրա, ձեր սրտի ճամփաների վրա մտածեցեք։ Շատ եք ցանել, բայց քիչ բերեցիք, կերակ, բայց չկշտացաք։ Խմեցիք, բայց արարնից չանցուցիք, հագնվեցաք, բայց չտակացաք, եւ այլն։ Հիմա 7-րդից ասում, զորացները ասպես կսե, ձեր ճամփաների վրա մտածեցեք, լերը ելեք եւ փայտ բերեք։ Ու տունը շինեցեք, եւ անոր պիտի հաճի ու պիտի փառավորվի կսե Տերը։ Լերը ելեք եւ փայտ բերեք, եւ տունը շինեցեք, եւ անոր պիտի հաճի։ Եղբայրներ քուրեր, այսինքն Տերը ուզում ասել, որ ձեր ճանապարհների վրա մտածեք եւ տեսեք դուք ինչ եք անում։ Տիրոջ տուն ավերակ է, բայց դուք ձեր ձեղոնազար տների մեջ եք մնակում։ Եթե մի մարդու կտրվածքով խոսակ, կարող է մեր սրտում Աստծո տուն ավերակ է, բայց մենք մտածում ենք ինչի մասին։ Մենք մտածում ենք մեր փառքի, մեր հարստության, մեր լավ տների, մեր մեքենաների, մեր իշխեղության մասին։ Բայց Աստծո խոսքը մեզ ասում է. ամեն բանից առաջ երկնքի թագավորությունն, արդարությունը փնտրեցեք, ու մնացածը ձեզ կտրվի։ Սիրելի եղբայրներ քույրեր, Սուրբ գրքում շատ օրինակներ կա իհարկե, որ ասենք ես կարող ենք այդ օրինակները բերել։ Հիմա ժամանակը ասենք այդքան շատ չի, որ կարող ենք ուղղակի 1-2 օրինակ բերել։ Օրինակ 3-րդ Թագավորաց 17-րդ գլխում որբևայրի կնոջ յուղի ավելացումը գրենք։ 3-րդ Թագավորաց 17-րդ գլուխ 13-ից 18 համարները։ 3-րդ Թագավորաց ուրեմն 17-րդ գլուխ 3-ից Ուրեմն դե արդեն Աքաբի պատճառով անձրև չէր եկել։ Ժողովուրդը սովամահ է լինում։ Եվ Տերը խոսեց Եղիայի հետ եւ ասեց. Տիրոջ խոսքը իր 8 համարից եմ կարդում, կարճության համար։ Անոր եղավ ասելով. «Ելիր Սիդոնացոց Սարեպտա գնա ու հոն նստե, ահա հոն որբևայրի կնոջ մեն հրամայել են, որ քեզ կերակրե։ Եվ անիկա ելավ Սարեպտա գնաց ու քաղաքին դուրը հասնելով տեսավ, որ որբևայրի կինը փայտ կժողովե։ Ու զանիկա կանչել սա. «Կաղաչեմ ինձի ամանլով քիչ մեծ ջուր բեր, որպեսզի խմեմ»։ Ու երբ անիկա բերելու գնաց, Եղիա անոր ետևեն կանչեց ու ասաց. «Ձերքդ պատար մնալ հաց ու ինձի հաց առ ու ինձի բեր»։ Եվ կինը սա. «Կուտեր Աստվածդ կենթանի է, որ մեկանակ չունիմ, բայց միան կարասի մեջ մեկ բուրի չափ ալյուր կա ու կուժին մեջ մի քիչ ջուր կա, եւ ահա 2 կտոր փայտ կժողովեմ, որպեսզի երթամ զանիկա ինձի ու իմ տղուս համար եփեմ, եւ ուտենք ու ետքը մեռնենք»։ Հետարքիր չէ Մարգարեի ուզածը։ Մարգարեն ինչ ասեց։ Եվ ասեց. «Ու եղի անոր սա. մի վախնար, գնա ասացիդ պես է, բայց անկե նախ ինձի համար պստիկ շոտ մշինե ու ինձի բեր եւ քեզի ու քու տղուտ համար արա»։ Առաջինը, բայց դու ինձ ես ուտեմ, նոր հետո դու եւ քո տղան կուտեք։ Կարծես թե անհամեստ մի Մարգարե է, եղբայրներ քուրեր։ Բայց այստեղ մենք տեսնում ենք Աստծո կամքը եղբայրներ։ Արդյոք այդ կինը պատրաստ էր իր վերջի կտոր հացը կիսել Աստծո մարդու հետ, Աստծո ժողովրդի հետ։ Եղբայրներ քուրեր, սա նշանակում է, որ Տերը ուզում է փորձել քո սերտը, քո ներսը, քո սիրտը Տեր։ Եվ որ կինը համաձայնվեց, եւ այդպես արավ, Եղան ասեց. «Քանզի Իսրայելի Տեր Աստված ասպես կսե, կարասին ալյուրը պիտի չատնի ու կուժեն յուղը պիտի չփակսի,
մինչև անորը որ Տերը երկրի վրա անձև տա եւ կինը գնաց ու եղեի սածին պես հրավ անիկա եւ ինքը իր ընտանիքը շատ մատեն կերան կարասեն ալյուրը շատավ եւ կուժեն յուղը չփակցեցավ տիրոջը եղեի ձերքով զրուցած խոսքին համեմատ ուրեմն եղբայրներ քուրեր այս կինը մենք տեսնում ենք որ կատարեց Աստծո կամքը ամեն բանից առաջ փնտրեց Աստծո ուզածը Աստծո թագավորությունն է եւ դրա համար նրան տրվեցավ այդ բաները Դրա համար սիրելիներս, երբ որ մենք ուզում ենք, որ ասենք առաջինը մեր ցանկությունը կատարվի, հետո նոր մտածենք Տիրոջ խոսքի վրա, դա այդպես չի ստացվում, հակառակ կողմից ենք մենք գնում։ Իհարկե օրինակներ շատ կան, բայց ժամանակի պատճառով ես չեմ ուզում այդ բոլորի վրա կանգ առնել, ուրեմն հիմա ինչ եմ ուզում ասել։ Օրինակ ասենք հիվանդ ես տո։ Հիմա Դե պարզա մարդը որ հիվանդ է, ուզում առողջանալ, սա որևէ ստեղ մի մեղք չկա, որ մարդը ուզում առողջանալ։ Բայց հետաքրքիր է եղբայրներ քուրեր, այդ վիճակում մեջ էլ է Տերն ասում, ամեն բանից առաջ փնտրիր Աստծո թագավորությունն ու արդարություն։ Դու փնտրիր առաջինը ոչ թե առողջանաս, այլ փնտրիր թե որն է քո կյանքի իմաստը, որն է Տիրոջ կամքը, որն է Աստծո թագավորության Եվ Աստծո ուրեմն արդարության ճանապարհը դու դա փնտրի։ Իսկ մնացած ասում է քեզ կտրվի։ Դու մնացածի մասին մի մտածի, որովհետև մնացածը Աստված քո համար հոգ է արել։ Կնոջը թե ամուսնու հետ խնդիր ունես։ Դու միշտ մեղադրում ես, կինը մեղադրում ամուսնուն, ամուսինը մեղադրում է կնոջը։ Բայց եղբայրներ քուրեր Դու մի փնտրի, շատ կանայք ասում են, այսքան ամուսնուց համար աղոթում են, բայց ամուսինս չի ապաշխարում։ Բայց այդ կինը չի տեսնում իր ներսի խնդիրը, ինչպես սկզբում ասեցի։ Ամեն մի խնդրի հիմքում ընկած է մարդու ներսի խնդիրը։ Փոխանակ դու ապաշխարես, աղոթես քո ամուսնու համար, աղոթի քեզ համար, որ դու փոխվես եւ այդ փոփոխությունը տեսնելով քո ամուսինն էլ ապաշխարի։ Կամ հակառակը կարելի ասել ամուսնու վերաբերյալ, եղբայրներ քուրեր։ Բայց հիմա հարց է առաջանում։ Կգտնենք արդյոք մենք, եթե փնտրենք, Աստծո թագավորությունը փնտրենք, եթե ասենք փնտրենք Աստծո արդարություն, արդյոք կգտնենք, թե չենք գտնի։ Աստծո խոսքը դրան տալիս է հստակ պատասխան։ Եսայի մարգարության 55-րդ գլխում մեջ մենք կարդում ենք հետևյալ խոսքերը։ Տերը փնտրեցեք, 6-րդ խոսքը։ Տերը փնտրեցեք, քանի որ անիկա կգտնվի։ Զանիկա կանչեցեք, քանի որ անիկա մոտ է։ Ինչ հետաքրքիր է, այս խոսքերը ես որ ես շուտ էր, հիմա չէ։ Երբ որ կարդացի այնքան ուրախացա, ասեցի ունեմ փնտրել իզուր չի ասնի։ Կգտնես դու։ Կամ ասում եթե դուրը զարկե կբացվի։ Եղբայրներ քուրեր, ուրեմն դու եթե փնտրես, իմացի որ հաստատ գտնելու ես, որտեղ Աստծո խոսքն է ասում։ Իսկ եթե դու գդար, քո այն մեծ խնդրը կլուծվի եւ դրա հետ միասին բոլորը։ Եվ հետաքրքիր է սիրելի եղբայրներ քուրեր, եթե մենք նայենք, ասենք թեպետ Անգիային լսողները Անգիայի մարգարոտ չէին լսել հին ուխտի մարդիկ։ Այսինքն ինչը չէին լսել։ Քրիստոսի խոսքը 6:33 ամեն բանից առաջ երկնքի թագավորությունն ու արդարությունը փնտրեք։ Բայց հին ուխտում նույն սկզբունքն էր դրված։ Օրինակ, մի քանի համարներ կա, բայց մեկ համարը ես ասեմ մենակ։ Արակած 3-րդ գլխի 9-ից 10 համարները։ Արակած 3-րդ գլխի 9-ից 10 համարները։ Այսպես է ասում, եղբայրներ քուրեր։ Եվ իհարկե, երկրորդ օրինաց 28-րդ գլուխ, ասենք 30-րդ գլուխ 3-ից 9 համարները։ Բայց Արակացի մեջ այսպես է ասում. Տիրոջը պատիվ եք ու ստացված կետ, եւ քու բոլոր երկերուդ երեխայիներեն, եւ քու շտեմարաններդ առատությունով պիտի լցվին ու հնձաններդ նոր գինին դուրս պիտի թափի։
Ուրեմն նախ դու Տիրոջը պատիվ արա, հետո ինչ կլինի դրա արդյունքը։ Ոչ թե մտածի, որ հնձանները նոր գինիով լցվեն, հետո պատիվ անես, այլ առաջինը դու պատիվ արա, եւ այդ ժամանակա, որ քո երախայիներին պատիվ անես, այդ ժամանակա, որ շտեմանները տարածությունով պիտի լցվեն։ Փառք Տիրոջը, եղբայրներ քուրեր, սա մի կարևոր սկզբունք է մեր կյանքի համար։ Եղբայրները խոսեցին հավատքի վերաբերյալ։ Արդյոք դու հավատում ես, որ ամեն բանից առաջ, եթե դու երկնքի թագավորությունն արդարությունը փնտրես, այդ քո մնացած ուզած բաները քեզ կտրվի։ Բայց որն է քո համար ավելի կարևոր։ Մարդու համար ինչ որ ավելի շատ կարևոր է, ինչ որ ավելի շատ թանկ է, ինքը դա է փնտրում։ Հիմա մենք եղբայրներ քուրեր, ինչ վիճակի մեջ ենք, ինչ ենք մենք փնտրում։ Երբ որ Հովհաննես ավետարանի 6-րդ գլխում կարդում ենք, երբ որ Հիսուսը հացը բազմացրեց եւ ժողովուրդը կերավ ու կշտացավ, հետո Հիսուսը անցավ ծովի մյուս կողմը, եւ այդ ժամանակ ժողովուրդը Հիսուսի հետևից գնաց, ու երբ որ գտավ, Հիսուսին հարցրեցին, ուրեմն Հովհաննես ավետարանի 6-րդ գլխի մեջ կարդում ենք այդ մասին։ Հարցրեցին. Ռաբի, դու երբ եկար հոս։ Այսինքն Հիսուսը չի սիրում տենց երկար բարակ պատասխան տալ։ Երբ եկար, իբր նավ նստեցիր, թե ինչ արեցիր, ոնց եղար, որ մենք չտեսանք։ Կարճ ու կոնկրետ նրանց միտքը իմանալով ասեց. Դուք ինձ ինչի համար եք փնտրում։ Դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ նրա համար, որ այդ հացերից կերակ ու կշտացաք։ Ուրեմն դուք ինձ դրա համար եք փնտրում։ Բայց ինչ առաջարկեց Հիսուսը։ Ասեց հետևյալը 27 խոսքից։ Գացեք գործեցեք, ուրեմն Հովհաննես 6:27-ից։ Գացեք գործեցեք ոչ թե կորստական կերակուրի համար, հապա այն կերակուրի համար, որ հավիտենական կյանքի մեջ կմնա, որ որդին մարդու ձեզի պիտի տա, մանցի Հայրն Աստված զանիկան կնքեց։ Ինչի համար ես դու գործում, ասում գնացեք գործեցեք ոչ թե կորստական կերակուրի համար, այլ այն կերակուրի համար, որ հավիտենական կյանքի մեջ կմնա։ Եղբայրներ քուրեր, սա ինչ է նշանակում։ Սա չի նշանակում, որ մենք մեր ընտանիքի համար չպիտի աշխատենք, հաց պիտի չվաստակենք, շորատունա եւ այլն։ Սա չի նշանակում։ Այլ դու ինչի համար ես դու աշխատում։ Աշխատում ես ուրեմն որպեսզի դու հարստանաս, որպեսզի դու փառավորվես, որպեսզի դու շատ ավելի շատ հնարավորություն ունենաս, դրա համար ես դու աշխատում, թե աշխատում ես հավիտենական կյանքի համար։ Իսկ մնացածը ասում է ձեզ կտրվի։ Հիմա մենք ինչի համար ենք աշխատում։ Օրինակ ես գնում եմ աշխատանքի գալիս եմ, լավ եմ անում, պետք է աշխատեմ, իհարկե առանց Պողոս Սարաքյալը ասում է, որ չի աշխատում, թող չուտի էլ։ Բայց վերջո քո սրտի ճանապարհը ինչ է։ Քո նպատակը ինչ է։ Արդյոք այդ աշխատանքը նորը 1 միլիոն ունի, ուզում է 2 միլիոն, 3 միլիոն եւ այլն։ Անգլիայի մեջ ասում է, ձեր ճանապարհների վրա մտածեցեք, 2 անգամ կրկնում է։ Ձեր ճանապարհների վրա մտածեցեք եւ լերը ելեք եւ փայտ բերեք եւ իմ տունը շինեցեք, այն ժամանակ ես պիտի հաճեմ։ Լերը ելեք եւ փայտ բերեք, ասենք սկսեք գործը։ Շինարարությունը սկսեք, ձեր տան շինարարությունը սկսեք։ Դոկտոր Օրտնի սիրելի եղբայրներ քուրեր եւ հետո ստեից հետո ես էլ ասեմ եւ գաղութենք։ Անատենսին արոր, ինչ անենք, որպեսզի Աստծո գործերը գործենք։ Եթե դու ուզում ես ասում Աստծո գործը գործես, հիմա շատ մարդիկ ասում են ուզում ենք Աստծո համար գործենք, Աստծո համար աշխատենք, բայց ինչ անենք մենք։ Գնանք քարոզենք, աղոթենք, թե ես ինչ անենք։ Վերջ ինչով զբաղվենք, որ Աստծո գործը գործենք։ Ինչ պատասխանեց Հիսուսը։ Պատասխան տվեց Հիսուսը ոնց։ Այս է Աստծո գործը, որ անոր ղրկածին հավատաք։ Այս է Աստծո գործը, որ անոր ղրկածին հավատաք։ Օրինակ ինչին հավատաք են։ Հենց մեկը դնա, որ ասում ամեն բանից առաջ երկնքի թագավորությունն արդարությունը փնտրի։ Հավատում ես Հիսուսի այս խոսքին, որ մնացածը կտրվի քեզ։ Ուրեմն, եթե հավատում ես,
Հավատքի մեջ պոտենցիալ գործ գոյություն ունի։ Հավատքի մեջ պարունակում է պոտենցիալ գործ։ Հավատացողը չի կարող չգործել։ Դրա համար ասում եմ, սա է Աստծո գործը, որ անոր ղրկածին հավատակ։ Ուրեմն ինչին հավատանք, Հիսուսի բոլոր խոսքերին։ Այսինքն բոլոր բաներից առաջ, ամեն ինչից առաջ փնտրենք նրա թագավորությունն ու արդարությունը։ Ոչ թե մեր արդարությունը փնտրենք։ Մենք օրենքով արդարանում ենք, մեկը մեզ մի բան ասել, մենք էլ իրան ենք ասում, երբ որ հարցնում ես, բա ինքն չի ինձ սենց ասավ։ Եվ սա արդարացնում են դրանով, օրենքով են արդարանում։ Բայց եթե դու օրենքով ես արդարանում, Աստված էլ քո հետ օրենքով կվարվի։ Դու ոչ թե օրենքի արդարությունը պետք է փնտրես, այլ Աստծո թագավորությունն ու նրա արդարությունը, Աստծո արդարությունը։ Իսկ Աստծո արդարությունը հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա եղած հավատքի։ Այսինքն Աստծո արդարությունը ուրիշ է, բացարձակ ուրիշ է, եւ օրենքի արդարությունը բացարձակ ուրիշ է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ եթե մենք հիմա ինչ-որ դժվարություններ ունենք, ինչ-որ օրինակ ասենք մեկը տուն չունի, մեկը աշխատանք չունի, չգիտեմ, տարբեր հոգսեր ունենք, նորից եղբայրներ քուրեր, առաջինը փնտրենք Աստծո թագավորությունն ու նրա արդարությունը, ամեն։ Կանգնենք աղոթքի։